Հայ-իրանական միջպետական սահմանն է։ Արաքսի երկայնքով են նռնաձորցիները մոտ 1 ժամ անցնում խորհրդային տարիներին երկաթուղու համար նախատեսված այս ճանապարհով։ Երբ ռելսերը թալանեցին, գյուղացիներն այն դարձրին գյուղ հասնելու հիմնական գրունտային ճանապարհ։ Նռնաձորը տեսականորեն Մեղրի եւ Սյունիքի ու Հանրապետության այլ համայնքների հետ կապվում է մի ճանապարհով, որը երթևեկության համար նախատեսված չի։ Չնայած այս հանգամանքին նռնաձորցիները տեղում են, ապրում են, շենացնում են գյուղը եւ արժանի են կառավարության կողմից համապատասխան վերաբերմունքի։ Մեղրի եւ մյուս քաղաքների հետ ճանապարհային կապն արագ դարձնելու եւ հեշտացնելու նպատակով կառավարությունը 2.5 միլիարդ դրամ է ծախսում ամբողջությամբ նոր ճանապարհ կառուցելու համար։ Այն սկսվում է Շվանիձորի կողմից ու ձգվում 13.1 կիլոմետր։ Մենք հիմա գտնվում ենք Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի, որ նոր կառուցվող ճանապարհի կարելի ասել միջնամասում ակտիվ շինարարությունը տեսնում եք ընթանում է։ Մենք բարդ ռելիեֆում ենք գտնվում, որտեղ կատարվում են եւ մեխանիկական եւ պայթեցման աշխատանքներ։ Պլանավորված շինարարության ավարտը մոտավորապես մեր դեկտեմբերի վերջը, պետք է փորձենք մեր ժամանակի մեջ տեղավորվենք։ Աշխատանքը բարդ է, շինարարները սարն են ճեղքում ճանապարհ գցելու համար։ Պայթեցումներից զատ տարածքում 15 միավոր ծանր տեխնիկա է աշխատում։ Դավիթ Խուդաթյանի խոսքով նման ծավալի աշխատանքներն աննախադեպ են։ Ծրագրի այս փուլի ավարտը համարվելու է ճանապարհը կառուցված եւ խճապատված վիճակում բերել է, դրանից հետո արդեն հասնելու ենք երկրորդ փուլի եւ ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնելու, դրա հետ կապված ըստ անհրաժեշտության ժամանակում նախագծանախաշվային փաստաթղթեր ձեռք կբերենք, այս աշխատանքը մեկնարկել է այս տարվա տարեսկզբին եւ ինչպես տեսնում եք աշխատանքները բավականին հաջողությամբ են ընթանում, հույս ունենք շինարարը իր օրացիային գրաֆիկից էլ մի փոքր առաջ ճանապարհը այս մասով կհանձնի շահագործման, որից հետո արդեն կանցնենք երկրորդ փուլի իրականացմանը։ Թեև առաջին փուլի ավարտին խճապատ ճանապարհը լինելու, բայց այն լիարժեք երթևեկելի է լինելու եւ անցանելի բոլոր տեսակի մեքենաների համար։ Հաջորդ տարի արդեն սա լինելու է Նռնաձոր տանող հիմնական ճանապարհը։ Այս գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու այգեգործությամբ, գյուղի անվանումից արդեն պարզ է։ Տարածքում նռնենիները գերակշռում են։ Ամենա պրոբլեմատիկ բանն է ճանապարհը, որտեվ հիմնականում ասում եմ գյուղ մթերքի արդ ստեղից ստանել ստեղ գալը առնելը խնդիր էր տալի։ Մշտական այդ խնդիրն ենք ունեցել, այդ ներքևով գալուց սահմանապահների հետ էր խնդիրներ առաջանում, ստեղ պագրանզոնա է, որտեղ պետք է պրոպուսկով գային, մի խոսքով շատ մեծ տարբերություն է լինելու միանշանակ, չեմ ասում գյուղացիների համար միայն ողջունելի։ Խմելու եւ ոռոգման ջրի, արոտավայրերի բացակայություն խնդիրներն է առանձնացնում վարչական ղեկավարը, որոնք խանգարում են գյուղին էլ ավելի ծաղկել։ Ոռոգման ջրի մասով կարող եմ ասել, քանի Մեղրու գետը կա, Մեղրու ինքնահոս համակարգը աշխատում է նորմալ է։ Պոմպերի դեպքում, երբ արդեն անցնում ենք մեխանիկական ոռոգման, Կարմիր խաչի միջոցով 23 թվականին 2 պոմպ շարժիչով նվիրաբերեց, մի քիչ խնդիրը լուծվավ, բայց դրա փոխարինող պոմպերը 70-ականների մաշված պոմպեր են։ Այստեղ 39 տնտեսություն կա, 138 բնակիչ ունի Նռնաձորը։ Վերջերս հիմնվել է կոոպերատիվ, ինչը մեր երկրում բացառիկ դեպք է։ Կոոպերատիվի բոլոր անդամները նռնաձորցիներ են։ Իհարկե ունին գյուղը զարգանալու տեղ, ճանապարհի լինելու այդ կոմունալ հարմարությունների ջուր, կոյուղի, չգիտեմ, ոռոգման ջուր այդ հարցերը լուծվելու դեպքում մենք ունենք կոոպերատիվ կառավարության կողմից 150 հեկտար հող վարձակալությամբ տրվել է Նռնաձոր կոոպերատիվին, որը բավականին զարգանում ամեն դեպքում, իսկ 150 հեկտար Մեղրիում հող ունենալ գյուղնշանակության, որը պետք է դառնա այգիներ, դա իրանից մեծ բան է ենթադրում։ Նռնաձորում կառավարությունը ոչ միայն ճանապարհ է կառուցում, սուբվենցիայով դպրոցն է նորոգվել, հիմա էլ մանկապարտեզ է կառուցվում, թվարկում է Խուդաթյանը։ 16 միլիոն դրամի ծրագրերի շրջանակում գյուղում արդեն 10 տներ են կառուցվել, ինչը հնարավորություն կա այս պահին էլ պատտվելու եւ այդ տները տեսնելու։ Պիտի ասեմ, որ ակտիվ շինարարական ընթացք կա գյուղում, ներգրաված են նաև գյուղացիները այս աշխատանքներում, ինչը լրացուցիչ աշխուժություն եւ լրացուցիչ տնտեսական օգուտ է ավելացնում, բայց պիտի ասեմ, որ անկախ այդ ամեն ինչից այս տարիների ընթացքում նռնաձորցիները ապրել են, աշխատել են իրենց գյուղում, հող են մշակել եւ դա մի բան է, որը արժանի է գնահատանքի։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ սյունեցիների տպավորությունն է փոխանցում։ Շատ դրական, չիմասն է խոսքը, միանշանակ շատ դրական եւ չկա Սյունիքում այդպիսի բնակավայր կամ չկա այդպիսի խումբ, չկան այդպիսի մարդիկ, ովքեր մտածեն, որ աշխատանքները տեմպ չկա կամ չկա մի հատկապես քաղաքային բնակավայր, որը վերջին մի քանի տարիների ընթացքում կերպարանափոխված չլինի։ Դա ուղղակի չնկատել որևէ մեկը չեմ կարծում, որ կարող է չնկատել։
Նռնաձորը սահմանամերձ է, սակայն հանգամանքը, որ մի քանի կիլոմետր այն կողմ առաջնագիծ է, գյուղացիներին չի անհանգստացնում։ Չգիտեմ որտեղից այդ հանգստությունը գալի, բայց վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եթե մեր տղաներն ենք վստահ, թե մեզ ենք վստահ, տենց որպես այդպեսին սահմանամերձ ցանկություն կլներ այդ սահմանամերձը չունենայինք էլ, բայց դե որ կա էլ չի խանգարում ոչ մի բանի։ Նռնաձորն ապրում է իր առօրյայով, եզրափակում է Ազիզյանը։ Մուշեղ Իսախանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։